Մասնակցային, թափանցիկ, հաշվետվողական և ներառական կառավարման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում քննարկվում է տեղական բաց կառավարման գործընկերության նախաձեռնության շրջանակներում 2025-28 թվականների գործողությունների ծրագիրը։ 4 գործողություններ ներառում են մասնակցային բյուջետավորմանը, ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրմանը, մոդել Երևան պիլոտային ծրագրի իրականացմանը, ինչպես նաև թվային տրանսֆորմացիային և թվային երկվորյակի ստեղծմանը։ Երևանն արդեն ամփոփել է գործողությունների մեկ ծրագիր, հաջորդ եռամյա գործողությունների ծրագիրը մշակվել է համաստեղծման գործընթացի միջոցով։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել իրենց առաջարկություններն ու ցանկությունները փոխանցելու քաղաքապետարանին։ Եթե պիլոտը հաջողությամբ պսակվի և լինի հանրության կողմից մեծ նախանձախնդրություն և շահագրգռվածություն մասնակցելու ծախսերի կառավարմանը և պլանավորմանը համայնքում և գաղափարները լինեն տեղին մշակված ըստ ծրագրի չափորոշիչների, մենք հնարավորություն կունենանք դա արդեն իսկ դարձնել ինստիտուցիոնալ և կայուն գործիքակազմ տարեկան բյուջեների պլանավորման շրջանակներում։ Հայկ Գրիգորյանը բերել է Transparency International ընկերության զեկույցից հատված, առաջարկում է ամբողջ զեկույցն ավագանու նիստում քննարկման առարկա դարձնել։ Օրինակ, վարչական շրջաններում, թաղապետարաններում կազմակերպվող հանրային լսումների ձևական իմիտացիոն մասնակցության դրսևորումները, որոնք համատարած բնույթ են կրում, ես դա որպես ականատես եմ ասում, որտեղ մասնակցել եմ բազում լսումների, մասնակցում են այդ լսումներին միայն այն մարդիկ, որոնք որ թաղապետարանի հետ են կապակցված կամ քաղաքային իշխանություն, այսինքն ավագանիներ կամ թաղապետարանի ինչ-որ հողակների աշխատակիցներ, այսինքն իրազեկում այնքան վատ է, որ այն շահագրգիռ համայնքը, ազդագիր համայնքը, որին որ վերաբերվելու է որոշակի շինարարություն, իրանք անտեղյակ են։ Երկրորդը, բացի այդ ձևական մասնակցությունից, այդ մասնակցության արդյունքում չկա նաև իրավական հետևանք։ Ցանկացած ավագանու անդամ ինքն է որոշում ինչ ելույթ ունենա, բայց Transparency International-ի գործընկերների հետ շփվելու մասով առնվազն մենք ձեր միջնորդության կարիքը չունենք։ Ով է ստեղծել ակտիվ քաղաքացի հարթակը, Մոսկվայի քաղաքապետարանը թե Հայկ Մարությանը, Սուրեն Գրիգորյանն է փորձում հասկանալ։ Տիկին Աբգարյան, ճիշտ ասած, ես անկեղծ այդ ինչ-որ քննարկումներ եղել է որոշակի առումով, առաջին անգամ դուք հրապարակային բարձրաձայնեցիք, ես պատասխանեմ։ Այդ անընդհատ ակնարկները, որ ակտիվ քաղաքացի հավելվածը ձեզնից շատ ավելի վաղուց է ստեղծվել եւ այլ, ես ուզում եմ մի հատ բան հասկանում, այդ ինչի համար եք անում, էլի, որ ինչ ֆիքսվի։ Եթե դուք մտածում եք, որ այդ ակտիվ քաղաքացի հավելվածի գաղափարի հեղինակը դուք եք, ես ուզում եմ հասկանամ, օրինակ Մոսկվայի քաղաքապետարանի կողմից ակտիվնի գրաժդանին հավելված է 2014 թվականի, էլի Հայկ Մարությանն է ստեղծել, ուզում եմ հասկանամ, այդ էլ եք դուք արել։ Գրիգորի Սկանդարյանն էլ խորհուրդ է տալիս պատուհանից դուրս նայել, տեսնելու համար իրականացրած ծրագրերը։ Կարճ կոնկրետ հակիրճ, մեքենաները սաղ քաղաքապետարանի դեմը խցանման մեջ կանգնած են։ Այդ որ խոսում եք, տես մենք շատ ուժեղ նախագծեր ենք իրականացնում, չգիտեմ, դուք մեկին եք վերագրում, մյուսը ձեզ եւ այլն, ուղիղ հենց ձեր իրականացրած կարմիր գծերի թանկացումը, որ պետք է միտված լիներ խցանումների պակասելուն կամ չլինելուն, ավելի շատացել են, ուղղակի դուրս նայեք մի հատ։ Նախորդ տասնամյակների ընթացքում Երևան քաղաքի բազմաթիվ մանկապարտեզների ու դպրոցների տարածքներ օտարվել են։ Այժմ քաղաքապետարանը նախաձեռնել է քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։ Նախորդ տասնամյակներում մի շարք համայնքային գույքեր, հատկապես նաև մանկապարտեզների տարածքներ օտարվել են, ինչի հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են մանկապարտեզ հաճախելու իրավունքից եւ գոյացել են հերթեր, որոնք որ մինչ օրս շարունակում են լինել, կարծում ենք, որ անհրաժեշտություն կա մեր հանրությանը լավ իրազեկել, ինչ է իրականում տեղի ունեցել, երբ է տեղի ունեցել, ում կողմից, ում համար, ինչ վնաս է կրել դրանից համայնքը, ինչ գույքային վնաս է կրել եւ ինչպիսի հերթեր են գոյացել։ Ընդդիմությունը սակայն նախագիծը որակում է պոպուլիստական, իշխող խմբակցությունը տեսակետի հետ համամիտ չէ։ Սա զուտ նախընտրական փուլի քարոզարշավի միջոց եք դուք դիտարկում, նորից այն նախկին ներկայի թեզի համար եք ստեղծում, մի դրվագ հիշեցի մի պահ,
Այնտեղ մարտի 1-ի կոշիկ էր, երեխայի կոշիկ էին պտտում, այնտեղ հետո բաներ, ինչ որ ծրար կար, զինվորի, այդ նույն շոուից Աբաջանի պապու, այդ նույն մեխանիզմերն եք կիրառում հիմա։ Հարգելի գործընկերներ, երբ որ դուք նպատակաուղղված ամբողջ ֆրակցիայով փորձում եք թեման շեղել, թույլ տվեք մենք դա թույլ չտանք ձեզ անել, որովհետև երբ որ խոսում ենք 45 օտարված մանկապարտեզների մասին եւ Մայր Հայաստան խմբակցությունը նպատակադրված ամեն ինչ անում ա որ այս թեման շեղվի, ժողովուրդ ջան, մենք դա ձեզ թույլ չենք տալու։ Իմ հարցը մանկապարտեզների մասին էր։ Դուք ապացուցում եք, որ այս երկրում իրավապահ մարմինների ինստիտուտը չեն աշխատում, որտեղ եթե իրոք աշխատեն 7 տարվա մեջ, այս հարցի լուծումը մենք վաղուց ստացած կլինենք։ Ակնկալել, որ ավականունիստը կընթանա խաղաղ փոխգործակցության մթնոլորտում իհարկե ֆանտաստիկայի ժանրից է։ Ելույթների զսպված մեկնարկը սուր շարունակություն ստացավ։ Եթե դա համար նոր բացահայտում է, ես պետք է ձեզ հիասթափեցնեմ եւ բացահայտեմ, որ դուք այդ քաղաքական ուժի պիլոտային դեմո տարբերակն եք։ Լրեք դուք տոլախ չի, ամիատ կորեք խոսքը Արևիկ Սարդարյան, Արմալուր։